Elrum-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ։ Ասում են ամենակարևոր օրերին, ամենակարևոր պահերին շատ հետաքրքիր մի իրադարձություն պիտի կյանքիդ այդ փուլը ավելի կարևորի։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մտածում ենք ինչպես պիտի ճանապարհել նախորդ տարին ու բացել նորը, մեզ թվում է, որ ինչ-որ հեքիաթային, ինչ-որ անսովոր մի բան պիտի կատարվի։ Իրականում անսովոր, հեքիաթային ու շատ կարևոր ինչ-որ բան մեր ներսում է կատարվում։ Մի պահ պետք է կանգ առնել, կարողանալ իրականում ճանապարհել անցնող տարին, շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչը որ այս տարվա մեջ թողնում ենք ու լայն բացել 2026-ի դռները։ Ըստ էության ժամեր են մնացել, մի քանի ժամ եւ ամեն ինչ կլինի յետևում, 2025-ը կլինի յետևում, կփակենք 25-ի դռներն ու պիտի բացենք 2026-ի դարպասները։ Միևնույնն է, ինչքան էլ տարիներն անցնեն, օրացույցի մեջ թվերը փոխվեն, մի բան ակնհայտ է, նույնիսկ տեխնոլոգիական այս արագության դարում ամենակարևորը մնում է մարդը եւ իր էներգիան, որովհետեւ մարդը կարողանում է աշխարհին ուրիշ կերպ նայել, երբ իր շուրջը դրական մարդիկ են, երբ մարդիկ են, որոնք հավատում են երազանքին, որոնք հավատում են, որ իրենց դրական էներգիայով, իրենցից բխող օգնելու կարողությամբ, մարդկանց վերաբերվելու կերպով ինչ որ բան այս աշխարհում կփոխենք։ Ասում են շատ կարևոր ու շատ էական է, թե ում հետ ես ճանապարհում հին տարին եւ ում հետ ես դիմավորում նորը։ Ես կարծում եմ, որ Elrum-ի այս ամսի 31-ի, դեկտեմբերի 31-ի թողարկումը այս առումով հրաշալի հնարավորություն է։ Իրականում հնարավորություն է շատ դրական մարդու հետ սկսել նոր տարին ու վստահ լինել, որ եթե կարողանում ես նպատակներ դնել, նպատակներ նշաձողեր սահմանել եւ հստակ ժամանակներ դնել, անպայման ցանկացած իրավիճակում կհասնես երազանքիդ։ Երազանքին հասնելու ճանապարհը, ներդաշնակությունը քո ներսում գտնելու ճանապարհը ըստ էության ամենակարևորն է։ Եվ կարծում եմ, որ հենց այս մաղթանքով պիտի 2026-ը սկսել։ Այնպես անել, որպեսզի մեր երազանքները մենք հասնելու ճանապարհները գտնենք։ Դեպի երազանքներ գնալու ճանապարհին էլ լինենք ներդաշնակ ինքներս մեզ հետ, մեզ շրջապատող մարդկանց ու իրավիճակի հետ։ Այս պահին ես ուզում եմ ձեր անունից ողջունել իսկապես հետաքրքիր, ինձ համար անձնապես շատ սիրելի մի մարդու, մասնագետի հրաշալի ու պրոֆեսիոնալ կնոջ, ում հետ առիթ ենք ունեցել 2025-ի ընթացքում ծանոթանալ, զրուցել եւ ծրագրերի մասին խոսել։ Եվ ամեն անգամ ինձ թվում է, որ այսպիսի կանայք աշխարհում իրականում շատ բան են փոխում։ Սիրով այս պահին նաև ձեր անունից ուզում եմ Elrum-ում ողջունել NA Cosmetology-ի հիմնադիր տնօրեն, էսթետ կոսմետոլոգ Նարինե Աբրահամյանին։ Նարինե, ինձ համար իրականում շատ հաճելի է, որ եւս մեկ անգամ առիթ ունենք հանդիպելու այս իրականում շատ կարևոր օրը։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, ձեր հաղորդաշարի այս տոնական օրվա հետ կապված հաղորդաշարի հյուրը դարձնելու համար։ Անչափ ուրախ եմ եւս մեկ անգամ հերթական անգամ ձեր տաղավարի հյուրը լինել, ճանապարհել միասին 25 թվականը եւ դիմավորենք 26-ը, քննարկենք միասին 26 թվականի հետ կապված մեր երազանքները, նպատակները։ Նախորդ զրույցից շատ իմ մեջ տպավորվել էր, որ սիրում եք երազանքները, նպատակները հստակ ժամկետներով դնել եւ հանգիստ հասնել։ Սիրում եք դանդաղ քայլերով, բայց հստակ ճանապարհով առաջ գնալ։ Այո, կա նման իրականություն, որովհետև կան դեպքեր, երբ մենք անգամ շատ ցանկանանք կամ շատ շտապենք, պետք է ամեն ինչ լինի ժամանակին, որ լինի պատշաճ կերպով։ Շտապելը մի քիչ ճիշտ չի լինում, երբ որ ունենում ես մեծ պլաններ ու մեծ նպատակներ։ Կոնկրետ այս երկրում ես շտապելու հետ կապված ունեմ այնպիսի խնդիրներ, որոնք պետք են նախ թղթաբանորեն որոշակի ստատուս ունենալ, այնուհետև նոր իրականություն դարձնել այն, ինչը նախապես պլանավորված ունեցել եմ, գծագրված եղել է, որ պետքա լինի, փառք Աստծո 25 թվականից բավականին գոհ եմ ու ինձ քայլ առ քայլ տարավ դեպի այն կետը, ինչին ես սպասել էի, որ պետքա ունենամ այս
ստատուսը, պետք է արդեն մտածեմ հաջորդ քայլերի մասին։ Այս օրերին որպես կանոն, հա, միշտ որոշակի օրեր կան, որ մարդը ետ է գնում, կարծես իր կյանքին, այսպես հերվից նայում է։ Դուք Հայաստանում NA Cosmetology-ն դեռ Հայաստանում է հիմնադրված, շատ պահանջված, շատ սիրված, նաև մասնագետ եք, ում հետ գալիս էին ում մոտ ոչ միայն գեղեցկանալու, այլև զրուցելու, ուղղակի հաճելի ժամանակ անցկացնելու։ Ամենակարևոր բանը իմ տպավորությամբ, որ դուք այստեղից տարել եք, նաև այդ հնարավորությունը, այդ կարողությունը ձեր բնավորության այդ բացառիկ գիծը, որ կարողանում եք ձեր շուրջը ստեղծել ջերմ, այսպես շատ մտերմիկ միջավայր։ Շնորհակալ եմ խոսքերի համար, շատ շոյված եմ Լիլիթ ջան։ Կարծում եմ իմ առաջ խաղացման ամենամեծ գրավականը դա է, որովհետև ես մասնագետ լինելուց բացի առաջին հերթին դիտարկում եմ բոլորին որպես հարազատ։ Ես իրանց ընդունում եմ հարազատի նման, մենք երկրորդ այցից հետո, երկրորդ հանդիպումից հետո բոլոր հաճախորդների հետ աստիճանաբար վերածվում է բարեկամության, հարազատության, մեր շփումը։ Չգիտեմ, իրանք ինձ իսկապես սիրում են, կարծում եմ, ես իրանց նույնպես հենց այդ նույն սիրով ու ջերմությամբ եմ մոտենում։ Կարծում եմ դա է ամենամեծ գրավականը, որ կարողանում ես դու քո ոլորտում առաջխաղացում ունենալ ու կամ որոշակի հաճախորդների բազայի փոխարեն իրոք լավ բանակ ունենալ։ Նարինե, բոլոր նրանց համար, ովքեր դեռ չգիտեն հետևորդների մեջ, նաև Հայաստանում, ես ուզում եմ մի քանի բառով նաև անդրադառնանք, ըստ էության դուք 2023-ից եք ԱՄՆ-ում եւ այստեղ չնայած մեծ աշխատանքային փորձ ունեք, բայց արդեն 2025-ին կարողացել եք, հա, այդ փաստաթուղթը որպես բուժքույր արդեն լիցենզիան ստանալ, այսինքն շուտով կստանաք եւ այս դեպքում արդեն մեծ ծրագրեր ունեք, որոնք կարող եք սկսել իրականացնել։ Հա, Լիլիթ ջան, բավականին մոտեցել եմ դեպի այդ քայլին, որովհետեւ այստեղ բուժքրոջ հասկացությունը եւս Հայաստանի նման չի, որ մենք բուժքույր ենք եւ վերջ։ Այստեղ բուժքույր հասկացությունը եւս ունի աստիճաններ, որոշակի ժամանակահատվածում կարելի է պրոցեդուրաներ անել, որոշակի բարձրացման դեպքում հնարավոր է կրթությունը դասավանդումը կամ պլանավորել։ Ես հիմա պրոցեդուրաների հետ կապված փառք Աստծո արդեն խոչընդոտ չունեմ, բայց վերջնական կարծում եմ հունվարին արդեն կունենամ քննության հնարավորությունը եւ կունենամ այն լիցենզավորումը, որով կկարողանամ հիմնադրել իմ կենտրոնը։ Ուսումնական կենտրոն, որտեղ պիտի լինեն սեմինարներ, կրթական ծրագրեր, բոլոր նրանց համար, ովքեր բազային կրթություն ունեն, բայց հնարավոր է նաև այստեղ բազային կրթություն ստանալ։ Հա, իհարկե, բոլոր նրանք, ովքեր կունենան բժշկական կրթությունը Ամերիկային համապատասխանող լիցենզավորումը, որ կարողանան նաև ներարկումային պրոցեդուրաներ իրականացնել կամ ապարատային, որոնք նախատեսված են բժիշկների համար, ուսուցումը կլինի ամբողջական, բայց կարող են լինել աշակերտներ, ովքեր ցանկություն ունեն դառնալ կոսմետոլոգ, առայժմ բժշկական որևէ կրթություն չունեն, իրանք կարող են սկսել բազային կոսմետոլոգիայից, ունենան խնամքների հնարավորությունը, մազայառացումների, այն ինչը որ պարզապես կոսմետոլոգը կկարողանա իրականացնել։ Այո, բայց այստեղ պիտի մի մեծ առանձնահատկություն կա, պիտի Նարինե Աբրահամյանի կախարդական ձեռքերից ունենալ նաև։ Կարծում եմ կունենան, որովհետև ամեն դեպքում մինչև հիմա փորձը ցույց է տվել, որ իմ աշակերտներն ունեն բավականին լավ պահանջվածություն։ Համաձայն եք, որ մարդիկ հատկապես, հա, խնամքի, գեղեցկության, մաշկի հետ կապված մասնագետների մոտ միշտ նման մարդիկ են հավաքվում, հա, եւ աշակերտները, եւ հաճախորդները, ինչ որ ընդհանուր բան գտնում են, այսինքն միայն զուտ մասնագիտական բարձր որակը, պրոֆեսիոնալիզմը բավարար չի։ Համաձայն եմ, որովհետև հենց այս սֆերան ինքնին այնպիսինն է, որ եթե այդ ներքուստ չունենան, իրանք չեն կարող որպես իրենց մասնագիտություն ընտրել սա։ Նարինե, նաև տանը նույնպես այդ մթնոլորտն ու ներդաշնակությունը նախորդ անգամ էլ նշեցիք, շատ կարևորում եք, ես գիտեմ, որ 2025-ին նաև ընտանիքում մեծ ու կարևոր իրադարձություն է եղել, ինչի համար ես շնորհավորում եմ իրականում ձեզ։ Շնորհակալ եմ, Լիլիթ ջան։ Այո, 25 թիվը բավականին առումներով ձեռքբերումների տարի էր։ Այո։ Միացյալ Նահանգներում ես ձեռք բերեցի առանձնատուն, գնեցի, այնուհետև ամուսնացրեցի, նշանադրեցինք տղայիս
եւ ընտանիքիս անդամները մեկով եւս համալրվեցին ու ինչպես սիրում եմ ասել, այն դեպքն է, որ ոչ թե մի հոգի եւս ավելացել է, այլ մի սիրտ եւս ավելացել է մեր ընտանիքում։ Այո։ Իրոք այդպեսին է ու ինչի համար ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ 25 թվին։ Թող առաջիկա տարիներին 2026-ին այդ բոլոր սրտերը ուրախությամբ լցվելու շատ առիթներ ունենան եւ այդ հաջորդող բոլոր տարիներին, ինչպես ասացիք, մի սիրտ ավելանա։ Եվ երևի երջանկություն է, երբ մարդ կարողանում է եւ իր մասնագիտության մեջ եւ ընտանիքում, այսքան ուրախանա մեծ ու փոքր հաջողություններով, դրանք բոլորը այսպես ներդաշնակ զգացողություններ առաջացնեն իր ներսում։ Գիտեք, կարծում եմ, որ կարևոր է, երբ մարդը ամեն ինչից գոհունակություն ունենա եւ անգամ փոքրիկ բաներից ինքը ուրախանալու հնարավորություն ու կարողություն ունենա։ Ձգտումը լավ բան է, ավելին ուզելը, ցանկանալը լավ բան է, բայց կարծում եմ ամեն մանրուքի համար մենք պետքա եւ գոհ լինենք եւ շնորհակալ լինենք, որովհետեւ շատ շատերը դա չեն ունենում։ Լինում են անգամ դժվար պահեր, լինում են անգամ խնդիրներ, ուղղակի պետք չի, որ խնդիրները կամ փոքրիկ մանրուքները, որոնք ճանապարհին կարող են մարդուն հանդիպել, հիասթափեցնեն կամ շատ ընկճեն անձնավորությանը կամ պլանների հետ կապված արդեն հիասթափություն ապրես ու ասես վերջ այլևս չեմ կարողանում։ Պետք է այդ որոշակի խնդիրների կողքը զուգահեռ նայենք ամենալավ պահերը, սիրունը, որ ունենք, ամենահետաքրքիրը, որ անցել է կամ առջևում մեզ սպասվում է ու առաջնորդվենք դրանով, հաստատ ավելի լավ կլինի, քան վատերը ավելի նկատելը։ Այո։ Եվ այստեղ կարծես ամեն ինչ սկսում եք ձեզանից, որովհետև մեր ժամանակում ասել, որ ես շատ սիրում եմ մարդկանց տրամադրել իմ ազատ ժամանակը, սա երևի ամենաբարձն է, չէ, որովհետև հասկանում ես, որ ամենաթանկն է ժամանակը։ Համաձայն եմ, բայց եթե կարծում եք, որ այդ պահին այդ մարդը ձեր կարիքը ունենում է, դա կտրվես ամեն ինչից, գերադասես այդ գումարայի ստեղծումը կամ հաճույքի ժամանցը փոխարենը օգնես մի մարդու, որը իրոք այդ պահին ձեր օգնության կարիքն ունենում է, կարծում եմ սա հոգեպես ավելի բավարարվածություն է մարդուն տալի, քան այն, որ կարող է այդ մի ժամ ավելի աշխատավայրում կամ ինչ որ կարողանաս վաստակել։ Կարծում եմ դա ավելի ուրիշ արժեք է հոգևոր։ Մարդ ինչ որ տեղից պիտի այդ էներգիա ստանա, որպեսզի կարողանա պատրաստ լինի աշխարհին այդպես բաց հոգով ու բաց սրտով նայի, որն է էներգիայի այդ աղբյուրը, որովհետև լինում են, դժվարություններ, որոնք ստիպում են այսպես մի քիչ կարծես փոքրանալ, չարանալ շատ դեպքերում։ Դժվարություններն իրոք շատ են լինում, հատկապես այստեղ, որովհետև մեր հայր հողում մի քիչ ավելի հեշտ են լուծելի են այդ հարցերը, քան այստեղ, բայց որևէ խնդրի հետ կապված կարծում եմ չարանալը ընդհանրապես պետք չի, որովհետև մեր հոգում պետքա հնարավորինս բարին կամ մաքուրին տեղ թողնենք, որպեսզի կարողանանք ավելի թեթև ապրել, ավելի դրականին տրամադրվել եւ ավելի դրական է գնալ։ Իսկ երբ որ ինչ որ տեղել մարդը հոգնում է կամ կոտրվում է կամ ինչ որ եթե մենք առօրյա մեր շրջապատում կարծում ենք, որ մենք ունենք ընկերներ, որոնք մեր օգնության կարիքն ունեն, դիմեն, մենք կհասնենք, ինչ որ հիասթափված կամ դժվար պահերին մենք բարձրալում ունենք մեկին ու կարող ենք միշտ դիմել ու ինքը միանշանակ մեզ կօգնի։ Եվ երբ հասկանում ես, որ այս կյանքի աշխարհիկ կյանքից բացի շատ ավելի լուրջ արժեքներ կան, միանշանակ չարանալն արդեն մնում է շատ հետին պլան ու ոչ քո տեսակի համար։ Հիմա զուտ մասնագիտականի հետ եթե զուգահեռ տանենք, Նարինե, ճիշտ է, այդպես ասում են, որ ամեն դեպքում ինչքան էլ մաշկը խնամված լինի եւ այլն, աչքերից է գալիս այդ պայծառությունը, լույսը, աչքերի փայլից է գալիս։ Կարելի է ասել, որ այդ ներսն էլ պիտի խնամված լինի, հասկանաս, որ այդ հոգեվոր ինչ որ հարթության վրա լինես, որպեսզի նաեւ խնամքը, ինչպես ասում են, իր ազդեցությունը ունենա ամբողջական ու ներդաշնակ լինի ներսը եւ նաեւ արտաքինը։ Միանշանակ, համաձայն եմ Լիլիթ ջան։ Ես շատ դեպքերում հատկապես որ շուրթերի ներարկումների հետ կապված այտենց սիրուն շուրթ են ցույց տալու, ասում են ինչ սիրուն աշխատանք ա եղել, սովորաբար աշակերտներից միշտ զգուշացնում եմ, ասում եմ աղջիկներ ջան, սիրուն շուրթը այդ նկարչությունը չի, սիրունա լինում կանացի շուրթը, երբ այդ շուրթերից սիրուն խոսքեր են հնչում։ Երբ այդ շուրթերը բացվում են, ինչ որ կանացի միտք է հնչում,
Եթե այդ սիրուն նկարչության հետևում հոգու սիրունությունը չլինի կամ արտաբերածը գեղեցիկ չլինի, կարծում եմ անիմաստ է լինում։ Նարինե, մի քանի բառով ուզում եմ անդրադառնանք, հասցեներ ավսա համարը տեսնում են ըստ էության դուք այստեղ մարդկանց եւ տրամադրում եք, որ ամեն ինչ կարող է հրաշալի լինել եւ միևնույն ժամանակ են ինչ որ մարդուն խանգարում է, հա, մաշկի հետ կապված ինչ որ հոգնածություն, փոքր կնճիռներ եւ այլն, այս ամբողջ պրոցեդուրաները նաեւ մարդուն ավելի ինքնավստահ, ինքնագնահատականն են բարձրացնում։ Փորձում եմ, Լիլիթ ջան, հնարավորինս փորձում եմ համատեղել, այո, իհարկե։ Որ պրոցեդուրաների համար են առավել շատ գալիս, բացի նրանից, որ ուզում են Նարինե Աբրամյանի հետ ուղակի շփվել։ Հիմա շատ արդիական է ու շատ են պրոցեդուրաներից ներարկումային միջամտությունները, բոթաքսի, ֆիլերի ու ինչպես նաև դեմքի խոնավեցման հետ կապված, մաշկի որակի լավացման հետ կապված ներարկումները, բայց խնամքը եւս ոնց որ հետին պլանում չի մնում։ Ամեն դեպքում ներարկումները ամեն օրվա պրոցեդուրաներ չեն, պարբերաբար կրկնելու կամ ամեն ամիս կրկնելու կարևորություն ու անհրաժեշտություն չունեն, բայց այդ էսթետիկ գեղեցկությունը ունենալուց բացի այդ մաշկի հանգստության համար եւս պետք են խնամքներ, որոնք գալիս են, սիրում են այդ ժամանցն անցկացնել, այդ աուրան ունենալ եւ իրոք մենակ մաշկը չի թարմացած գնում, երբ կինը իրան տրամադրում է այդ որոշակի ժամանակը, կնոջ մոտ իր ինքնագնահատականը, իր ինքնավստահությունը բավականին փոխվում է, այդ ուղակի խոսքեր չեն, որովհետեւ այդ նույն դիմակը շատ դեպքերում կանայք կարող են տանը օգտագործել եւ երբ իրենք հայլու մեջ նայում են, իրենք այդ բավարարվածությունը չեն զգում, երբ իրենք հաճախում են այնտեղ, որտեղ միմիայն այդ դիմակի կարևորությունը չունեն, իրանք այնտեղ իրենց աշխարհում են զգում, իրենց լավ են զգում, ես աշխարհիկ հոգսերից կտրվում են, որ ժամանակ գալիս են մի անկյուն, որտեղ մենակ կանացի է ու որոշակի դա ստիմուլ է տալիս էլի կանանց, որպեսզի գնան հետո էլի անցնեն ընտանեկան հոգսերին, խնդիրներին։ Հոգնածությունից ինչպես է ազատվում, գիտեմ, որ ձեր բանաձևը շատ տարբերվող է։ Հա, Լիլիթ ջան, օրեր եմ ունենում, որ բարի բուն իմաստով ահավոր հոգնած եմ վերադառնում տուն, հիմա հատկապես իմ ապրելու վայրը աշխատավայրից մի փոքր հեռու է, բայց հավատացեք, երբ չափից ավել հոգնած է վերադառնում ես տուն ու հասկանում ես, որ տանը ամեն ինչ ներդաշնակ է ու թոթափվում է այդ ամբողջը, իրոք։ Ինչքան էլ աշխատավայրը հոգնածնող լինի կամ խնդիրները առաջացնեն, բայց ես կարծում եմ իմ պարագայում այդպես է, երբ ես վերադառնում եմ ընտանիք, հավաքվում է ընտանիքը եւ բոլորը կիսվում են իրանց օրվա խնդիրներով, կանչո, այդտեղ լրիվ մոռանում ես արդեն հոգնածությունը, վերադառնում ես ընտանիք, որտեղ դե քո աշխարհում ես, քո ապսեի մեջ ես ու թոթափվում է բոլոր այն հոգնածությունը, տանջանքը եւ Այսինքն այդ ներդաշնակությունը եւ այդ էներգիան գալիս է նաեւ ընտանիքից, առաջին հերթին ընտանիքից։ Կարծում եմ առաջին հերթին ճիշտ նշեցիք, հա, մեծ մասը գալիս է ընտանիքից, որովհետեւ եթե դու ընտանիքում չունենաս այդ հոգու ներդաշնակությունը, ընտանիքի անդամները միմյանց հանդեպ փոխհարգանքը, ջերմությունը ու սերը, դու աշխատավայրում ինչքան էլ ինչ որ արդյունքների հասնես, լիարժեքություն չես ունենա երբեք։ Այո։ Ես կարծում եմ ամենամեծ խաղաղությունը կարելի է գտնել ընտանիքում եւ դա շատ օգնում է, որ դուք հաջորդ օրը լույսը բացվում է աշխատանքի ես գնում, շատ ավելի լավ էներգիայով ես գնում, լավ բարձր տրամադրությամբ ես գնում, հոգու խաղաղությամբ ես գնում։ Նարինե, եւ այ ամանորի հետ կապված, հա, մենք այստեղ նշում ենք դեկտեմբերի 31-ին, հենց այսօր գիշերը, այդտեղ Քրիսմասը ավելի մեծ շուկով նշվում է։ Ինչպես է այս տարիների ընթացքում ինչ որ բան փոխվել է, ինչպես է տանը ձեր միջավայրում նշում։ Քանի որ այս երկրում ենք ապրում ու ունեն տոներ, որոնց մենք անմիջականորեն մասնակից ենք լինում, կոլեկտիվում ընկերական շրջապատում կամ ինչ-որ նշում արվում է Քրիսմասի օրերին, բայց ինչը որ ընտանեկան է ու հոգևոր է, մենք այստեղ ամեն դեպքում այդ ավանդականը պահում ու պահպանում ենք։ Ինձ համար նոր տարին դեկտեմբերի 31-ից է սկսում, ամանորյա գիշերը, կախարդանքը, ինչքան է մեծանում ենք, մենք սպասում ենք, հա, այդ երազանք պահելու ամանորյա կախարդանքին։ Ինձ համար դա ամանորի գիշերը նոր տարվա 31-ն է դեկտեմբերի, չնայած ես
այս մեծ տոնը ավելի կարևորություն եմ տալիս Քրիստոսի ծննդյանը։ Այո, սուրբ Ես ավելի շատ սիրում եմ պատրաստվել, սպասել հունվարի 6-ին։ Հայաստանում եւս այդպես ա եղել ինձ համար։ Մենք նոր տարին նշել ենք բարեկամների, հարազատների, ընտանիքների հետ եւ հունվարի 6-ը Սուրբ քաղաքում ենք ապրել Էջմիածնում։ Այո։ Ավանդույթ էինք դարձրել բոլորի համար, որ այդ օրվանն էլ մենք ենք շատ մեծ նշանակություն տալիս ու մեծ սիրով բոլորին խնդրում էինք, որ կան եկեղեցու արարողություններից հետո մեր տանը շարունակենք այդ միջոցառումը, նշենք Սուրբ Ծնունդը։ Այո։ Ես շատ ինձ համար կարևորագույն ու մեծագույն տոնը հունվարի 6-ն է, Քրիստոսի ծնունդը։ Այո, հրաշալի է։ Իսկ այդ ավանդույթները ինչ որ բան պահել եք այդտեղ եւ այդտեղ նորից հավաքվում եք, նշում եք կամ ընտանիքով։ Հա, միանշանակ, անպայման։ Այստեղ եւս նշում ենք ավանդույթները, հնարավորինս բոլորս թողնում ենք գործերը, հատկապես տղայիս պարագայում ինքը չի կարողանում տանը լինի, բայց այդ ընտանեկան հասկացությունը պահում ենք միշտ։ Իհարկե ասում ենք այդ օրը չաշխատել, բայց ընտանիքը լինի համալրված, բոլորս միասին լինենք։ Այո, ինչքանով են կարևոր ու ինչքանով է նաև էական, հա, այսպիսի տոները, ասեմ, այդ միջոցառումները, ընտանեկան ավանդույթները պահելը, հա, մարդկանց համար, նոր սերնդի, հենց տղաների, հա, ձեր որդիների համար շատ կարևորում եմ եւ կարծում եմ, որ երեխաների դաստիարակությունը եւ մարդ տեսակ ձևավորվելը սկսում է հենց այդտեղից։ Եթե մենք մտածենք, որ հիմա նրանք արտերկրում են եւ այստեղ սովորույթները, վարքերն ու բարքերը բոլորովին այլ են եւ թողնենք, որ այդ հոսքի հետ իրանք գնան, իրանք կկորցնեն իրենց հայեցիությունը։ Այդ ավանդույթները պետքա պահել, պահպանել եւ երեխաները եւս ամեն ինչ անում ենք, որ մեր տարիքում մեր սերունդի նման իրանք ավելի մոտենան, քան որ օտարության մեջ են, ավելի մերվեն օտար բարքերին։ Անկախ նրանից որտեղ են աշխարհի որ անկյունում ու ինչպես են նշում, միևնույնն է, մարդիկ փաստորեն նոր տարվա նախաշեմին պլանավորում են կամ երազում են, իրենց ծրագրերն են ուզում կազմել դեպի հաջողություն գնալու։ Պլանները իսկապես տարեվերջից արդեն կան հաջորդ տարվա հետ կապված, որ պլանավորում ենք, ցանկությունը մեծ է, որ իրագործվի, կատարածվի, բայց կարծում եմ այդ նոր տարվա գիշերը ավելի շատ պետքա ոչ թե երազենք, որ անպայման սա կատարածվի, այլ կարծում եմ ավելի մեծ նշանակություն պետք է տանք, որ որը աստուկամքն է թող այդպես դասավորվի։ Այո։ Եթե այդ օրը եւս են, որ սենց ամբողջությամբ հանձնում ես Աստծո ձեռքերում, թող հաջորդ տարին քո կամքով լինի, թող լինի այնպես, որ որը բարին ես գտնում, որը ճիշտ ես գտնում ինձ համար, միգուցե չէ, եթե փորձենք կհասկանանք, որ հաջորդ տարվա համար Աստված մեզ էլ ավելին է տալի, քան մենք իրականում կարող ենք պատկերացնել կամ ունենալ։ Էջմիածնում եք ապրել Սուրբ մեր հոգևոր մայրաքաղաքում, ըստ էության սա էլ նշանակություն է ունեցել։ Երևի կարոտը շատ է, չէ։ Շատ, չափից ավել շատ է։ Ինձ համար շատ ցավոտ թեմա է կարոտը, հեռավորությունը։ Բայց երևի ամենակարևորն է, հա, թեկուզ այս հեռավորության վրա այդ զգացողությունը պահելը։ Ասում են մարդիկ իրենց տեսակը, արմատը, հայրենիքը նաև հիշողության մեջ պահելու այդ կարևորությունը ունեն։ Ես հասկանում եմ, որ շատ-շատերը դա ճանապարհին, ինչպես ասում են, կորցնում են, բայց դուք շատ ամուր պահել եք, Նարինե։ Հա, ես պահել եմ ու փոխանցում եմ իմ երեխաներին եւս, որ սերունդները պահեն։ Հուսամ իրանք էլ իրանց ժառանգներին կփոխանցեն, որովհետև կան արժեքներ, որ կապ չունի մենք օվկիանոսից այն կողմ ենք, թե այս կողմ ենք, մեր հողի վրա ենք, թե օտար հողի վրա ենք, շատ կարևոր է պահել արժեքներ, որոնք մեր հայեցիությունն են։ Այո, Նարինե, եւ փաստորեն մի քանի ժամ է մնացել, ընդամենը մի քանի ժամից արդեն օրացույցի վրա կգրվի 2026, մենք մեր ծրագրերը կկազմենք 26-ի համար, մենք կասենք, որ նոր տարին այլևս իրականություն է, մուտք գործեցինք, շնորհակալություն կհայտնենք ի վերջո այդ հնարավորության համար, որ կարողացանք մուտք գործել այս տարի ու միևնույն ժամանակ նաև շնորհավորանքի խոսքեր կլինեն։ Նախ շնորհավորում եմ բոլորին գալիք նոր տարվա կապակցությամբ եւ ուզում եմ, որ 26 թիվը լինի բացառապես ձեռքբերումների տարի, առողջության տարի, երջանկության տարի, փոխըմբռնումների ու փոխադարձ
հոգու ջերմության, ուզում եմ բոլորի օջախներում միմիայն ներդաշնակություն լինի, ուզում եմ բոլորի հոգիներում մենակ պայծառ արև ու ջերմություն լինի, թող 26 թիվը բոլորիս համար լինի լավագույնը տարիներից, որ ունեցել ենք, ավելին թող տա, քան սպասում ենք։ Շնորհակալ եմ շատ, Նարինե։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Ես ուզում եմ իրականում շնորհավորել ձեզ, նաև հենց ձեզ, ձեր ընտանիքին։ Ես ուզում եմ, որպեսզի իրականում ձեր բարության այդ մեծ չափաբաժինը, որ այսպես օվկիանոսից են կողմ, մենք այստեղ անձամբ այսպես շատ ուղիղ զգում ենք, իրականում թող հրաշքներ գործի 2026-ին ձեր բոլոր մասնագիտական առումով ծրագրերը եւ ձեր հրաշալի ընտանիքի հետ կապված հատկապես իրականանան, թող այդ ներդաշնակությունը թևածի տան ներսում, ձեր ներսում եւ ձեր շուրջը։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրելի հետևորդներ, իրականում, գիտեք աշխարհի որ անկյունում էլ լինի, կարևոր օրեր կան, որտեղ մարդը մի հայացք է գցում անցնող ճանապարհին, անցնող օրերին ու ժամերին եւ հասկանում, որ շնորհակալ պիտի լինել լավագույնի համար եւ պետք է իսկապես սпасել շարունակությանը դրա։ Ինչի համար է կարևոր, որպեսզի այս աշխարհում գոնե այս օրերին մենք մի պահ կանգ առնենք ու մտածենք, որ ի վերջո յուրաքանչյուր օրը Աստված օրնում է, ինչպես ասում են, բոլոր օրերը եւ յուրաքանչյուր օրը օրնված է, ուրեմն դրա մեջ դրականը ու լուսավորի մասին մտածելը շատ կարեւոր է։ Նոր տարվա այս օրերը հատկապես տարին ամփոփելու ու նորը սկսելու լավագույն ժամանակահատվածն են հասկանալու համար, որ իրականում ամեն ինչի մեջ պիտի մի քիչ բարություն, մի ափ բարությունը կարող է աշխարհը փոխել։ Այսօր մենք շատ հետաքրքիր իրականում ինձ համար շատ սիրելի ու տարբերվող կնոջ հետ էինք խոսում NA Cosmetology-ի հիմնադիր տնօրեն, esthete cosmetolog Նարինե Աբրահամյան։ NA Cosmetology-ն, որ երկար տարիներ գործել է Հայաստանում, հիմա արդեն նահանգներում է Նարինե Աբրահամյանը եւ այս հրաշալի կենտրոնը հրաշալի մասնագետ աշխատում է օվկիանոսից այն կողմ։ Իդեպ տարին սկսելու համար հետաքրքիր ու կարևոր նաև բան է ծրագրեր կազմելը։ Դուք տեսնում եք հեռախոսահամարն ու հասցեն, կարելի է նոր մասնագիտություն ձեռք բերել շատ պրոֆեսիոնալ մասնագետի մոտ, սեմինարներ են, կրթական ծրագրեր, նաև բազային կրթություն, եթե դրա անհրաժեշտությունը կա, այս հեռախոսահամարը կարծում եմ կօգնի դեպի երազանքներ գնալու ձեր ճանապարհին։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Իրականում օրվա մեջ էլ է շատ կարևոր բարեմաղթանքներ ասել ու լսել, բայց երևի տարին ամփոփելուց իսկապես սա ամենակարևորն է։ Ասում են բարի խոսքերի մեջ ծիածանի 7 գույներ կան եւ սրա համար է, որ աշխարհում ինչքան բարի խոսքեր ասես, այնքան ավելի ծիածանի գույներով օրերը շատ կլինեն։ Թող իրականում աշխարհում բարությունը հաղթի, որովհետեւ բոլոր խնդիրներում ու բոլոր իրավիճակներում ներդաշնակությունից է սկսվում ամեն ինչ եւ բարությամբ է ավարտվում յուրաքանչյուր լավ բան։ Ես ուզում եմ, որպեսզի 2026-ին ժպտալու առիթներ շատ ունենանք։ Ի վերջո, ժպիտը արև է, որի ներքո ծաղկում է ամեն ինչ, բացի չարիքից։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։